Բարեկալու Սիվիլներ տաղավարում հյուրընկալել եմ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով նախկին տեղակալ Հակոբ Վարդանյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ։ Պարոն Վարդանյան, երկար չենք զրուցել ձեզ հետ էներգետիկայի թեմայով։ Հիմա առիթը այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ հերթական սպառնալիքներ հնչեցրել 2 օր առաջ եւ հայտարարելով, որ Հորմուզի նեղուցը չբացելու դեպքում սկսելու է հարվածել Իրանի էլեկտրակայաններին, էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքներին, փաստացի։ Ինչու է սա կարևոր Հայաստանի համար, որովհետեւ Հայաստանը հենց այս ոլորտում ունի համագործակցություն Իրանի հետ, էներգետիկ ոլորտում եւ էլեկտրաէներգետիկ ոլորտում։ Մենք Իրանի հետ գազ էլեկտրաէներգիայի դիմաց այսպես բարտերային եղանակով առևտուր ենք իրականացնում։ Սա կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի նկատմամբ, Հայաստանի վրա, որևէ ազդեցություն կոնկրետ այս գործարքի, այս առևտրի ձևաչափի վրա։ Շնորհակալություն։ Եկեք մի քիչ երկար էլի պատասխանեմ։ Իրանի էներգահամակարգը բավականին մեծ էներգահամակարգ է, շատ հուսալի ու մեծ քանակով պրոֆեսիոնալներ են աշխատում։ Ինչ է նշանակում հուսալի էներգահամակարգ իրանց մոտ։ Ես երևի 20 եւ ավելի անգամ եղել եմ Իրանում ու շրջել եմ էներգահամակարգի տարբեր օբյեկտներով, հիմնականում երկկողմ սնուցումներ ունեն։ Ինչ է սա նշանակում, որ Իրանի էներգահամակարգը շարքից հանելը բավականին բարդ գործ է, հաշվի առնելով նաեւ դրա մեծությունը։ Այնտեղ բարձրորդ ենթակայանները 1000-ից ավել են։ Այն չափի ենթակայանները բավական լավ դիվերսիֆիկացված զարգացած մեծ աշխատանքները շատ է, այսինքն այդ էներգահամակարգը ուղղակի զրոյացնել, այսինքն որ համակարգը նստի զրոյի մեծ վնասներ տալ, դա իմ կարծիքով հնարավոր չի մի քանի օրվա ընթացքում, դա սիստեմատիկ վնասների մասին է խոսքը։ Հիմա վերադառնանք մեր այդ համագործակցությանը, այսինքն ինչ կարա տեղ ունենա, թե իրենք սկսեն թիրախավորել էներգահամակարգի արտադրող կայանները, մի քանիսի վնասը չեմ կարծում, որ դա մեծ զգալի վնասներ լինի համակարգի համար։ Մեզ համար կարևորը թե որտեղ դրանք տեղակայված կլինեն եւ ինչպիսի համակարգային խնդիրներ կառաջացնեն։ Օրինակ, եթե դրանք տեղակայված լինեն մեր սահմանների կամ այն ենթակառուցվածքներին, որին մենք կպածենք, այն հատվածներին, այդտեղ գեներացիոն կայաններում իրենց մոտ կարա օրինակ հաճախականության կորուստներ լինի, հաճախականության շեղումներ լինի, կայունության անկումներ լինեն, որը մեր մոտ անպայման կզգացվի։ Առաջին հայացքից, եթե էլեկտրակայաններին վնասեն, իրենց մոտ առաջանալու է առաջին ամենամեծ խնդիրը դա էլեկտրաէներգիայի դեֆիցիտն է, եւ եթե ենթակառուցվածքները վնասված չլինեն Հայաստանից գնացող, դա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծելու, չնայած ես կարծում եմ, որ մեր գծերը աշխատում են ամբողջական ծանրաբեռնվածությամբ, նույնիսկ այդ հնարավորությունը ստեղծված, մենք հնարավորություն չունենք տալու։ Այսինքն չի սպառնա գնալ։ Երրորդ էլեկտրահաղորդման գիծն էլ դեռ պատրաստ չէ, որ այո, կարողանանք հավելյալ էլեկտրաէներգիա մատակարարել։ Բայց եթե իրենց մոտ խնդիրներ առաջացավ հաճախականության հետ, դա լրջագույն խնդիր կարող առաջացնի մեր մոտ, որտեղ մեր հաճախականության կարգավորումը տեղի է ունենում իրանական էներգահամակարգի հաճախականության կարգավորման հետ միասին զուգահեռ։ Սա լուրջ խնդիր կարող առաջացնի մեր մոտ, քանի որ մանավանդ այս սեզոնին, երբ որ հիմա արդեն զնհալքը սկսում է եւ այսպես ասած արևային օրերը ավելի շատ են բարձրանում եւ համակարգում չկարգավորվող կայանների տեսակարար կշիռը մեծանում է, մեզ համար կենսական նշանակություն ունի հաճախականության կարգավորման ծառայությունը, որ մեզ մատուցում է իրանական էներգահամակարգը։ Երկրորդը, որը փոխկապակցված է հաճախականության կարգավորման հետ, դա ռեակտիվ էներգիայի ներմուծումն է Իրանից։ Մենք մշտապես գտնվում ենք ռեակտիվ էներգիայի դեֆիցիտի փուլում, ապրիլի 1-ից այդ դեֆիցիտը ըստ երևույթին խորանում է, որովհետև ինչ է նշանակում ռեակտիվ էներգիայի ներմուծում Իրանից։ Էլեկտրաէներգիան բաղկացած է երկու մասից՝ ակտիվ եւ ռեակտիվ էներգիա։ Ռեակտիվ էներգիան էլեկտրաէներգիայի բրդողուժն է, այսպես ասած, որը բրդում է, որպեսզի էներգիան բարձրացվում է, ուզում ասեմ, մալուխներով գնա առաջ։ Երբ որ ռեակտիվ էներգիան սկսում է իր սահմանված չափից քիչ լինել համակարգում, լարումները ընկնել։ Լարումները սկսում են ընկնել եւ երբ որ այդ ավելի անկնում, սկսում են կայանները մաքսիմալ հոսանքային պաշտպանությունից անջատվել, որովհետեւ արտադրած էլեկտրաէներգիան չի
գնում առաջ։ Դա մեր մոտ ռեակտիվ էներգիայի դեֆիցիտը անընդհատ խորացող խնդիր է, որովհետև անընդհատ ռեակտիվի պահանջարկը ավելի է մեծանում, օրինակ ամռան շրջանում, երբ որ խորքային հորերն են աշխատում, սովորական օդորակիչները տների բոլորը ռեակտիվի սպառիչներն են, հորանում եւ հակառակ տեղի ունենում արտադրության կրճատում, երբ որ մեզ մոտ արևի կայանների արտադրանքի տեսակարգը մեծանում է, որոնք ռեակտիվ էլեկտրաէներգիա չեն արտադրում, եւ փոխարենը բազիսային կայանները, օրինակ ատոմակայանը կանգ առնում իր վերանորոգման տարեկան վերանորոգման, որը արտադրում է ռեակտիվ էներգիա, որը ռեակտիվի կարգավորիչն է ամենագլխավոր մեր մոտ։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, այն գեներացնողին կայանները, որոնք իսկապես լուրջ գեներացիան եւ հուսալի գեներացիան իրականացնում ՊՏՏ-ով, դրանք ռեակտիվ էներգիա են, որ մղում են այդ ակտիվը ռեակտիվի հետ, այսինքն ատոմականը ավելի շատ համակարգին ռեակտիվ է տալի, քան անհրաժեշտ է իր տված ակտիվին, ինքը այսպես ասած կոմպենսացնում մյուսների չտվածը, նաեւ նույն ձև ջերմաէլեկտրոկայանները, բայց մեր մոտ այս սեզոնի ընթացքում, երբ որ արևի կայանների արտադրանքը բարձրանում է, ջրերը բարձրանում է, մենք հիդրոէլեկտրոկայաններում խնդիրներ ունենք ռեակտիվի արտադրության, իրանք պետք է ամեն ինչ նորմալ լինեն, բայց մենք փոքր եկերի մեծ քանակ ունենք, որոնք ոչ միայն չեն արտադրում ռեակտիվ էլեկտրաէներգիա, այլ նաև սպառող են հանդիսանում ռեակտիվ էլեկտրաէներգիայի։ Սա կարող է առաջացնի խնդիրներ, դրա լուծման տարբերակներում որոշակի չափի, եթե այդ խնդիրները շատ մեծ չլինեն ու երկարատև լուծումներ կա համակարգում, այսինքն կարելի է վերցնել ուղղակի արևի կայանները անջատել, ջերմային կայանները միացնել կամ ջերմային կայանների կամ օրինակ Սևան Հրազդան կասկադում եւ Որոտանի հիդրոկասկադում ազատ տուրբոգեներատորները այդ գերկրման ռեժիմում աշխատացնել, ինքը ակտիվ էներգիա չի տալու, ռեակտիվ բայց դա որոշակի լիմիտներ ունի, մենք համակարգում կարգավորման լիմիտներ ունենք, այսինքն երբ որ խորանա խնդիրը, իրանից մենք ընդհանրապես տևական ժամանակ չստանանք ռեակտիվ էներգիա, ինքը լրջակույն խնդիրներ կա։ Այլ ընտրանքները որն են Հայաստանի տվյալ իրավիճակում, եթե պատկերացնենք, Աստված մի արածի, բայց գնում է ամենավատ սցենարով, թեպետ արդեն հայտարարվել է այսօր, որ 5 օրով երկարաձգում են այդ հնարավոր հարվածները Իրանի էլեկտրակայաններին եւ եթե պատկերացնենք, որ բայց այնուամենայնիվ գնում է ամենավատ սցենարով Հայաստանի այլ ընտրանքները տվյալ իրավիճակում որն է։ Այդ վատ սցենարը շատ քիչ հավանական է, նույնիսկ ես սկսեն այսօրվանից շատ ինտենսիվ խփել, որովհետև այդ համակարգը իրոք շատ մեծ է ու շատ հուսալի է իրենց համակարգը։ Այլ ընտրանքը պետք է համակարգի օպերատորը աշխատանքի նոր ռեժիմ ձևավորի, ասում եմ, անսահման այդ հնարավորությունները չունենք, նոր ռեժիմ ձևավորեն, որը թանկ ռեժիմ է լինելու բավականին։ Կարող են հոսանքի խափանումներ, անջատումներ լինել Հայաստանում։ Իհարկե կարող են լինել։ Նոր ռեժիմ պետք է ձևավորի, որտեղ մենք մեր հաճախականության կարգավորումը իրականացնենք եւ այստեղ արդեն միգուցե պետք է վերանայել ատոմական 5 ամսվա կանգառը, որտեղ այս տարի նախատեսված է 5 ամսով կանգառ իրականացնել։ Այս տարի երկարատև կանգնելու կապված 2026 թվականին այդ ժամկետի երկարացման աշխատանքների հետ կապված 10 տարով, չէ՞, եթե չեմ սխալվում։ Մինչև 2031 թվականն է երկարում 36-ն էին ասում դրա։ 31 առաջ փուլ 36-ը դա իրավունքն է տված, բայց այս պայն մեր գործողությունն 31 թվականն է 36-ը 26-ի համեմատության։ Հա, այսինքն այդ աշխատանքներ կան, որոնք որ նրանք տես չի որ մենակ այս տարի են, նրանք 21 թվականից անելով գնում են, այս տարի որոշակի մեծ աշխատանքներ կա, դրա համար կանգնում են։ Այսինքն օրինակ հնարավոր է կարիք առաջանա վերանայելու այդ ռեժիմները կամ ուղղակի երկու ջերմակայանները եւ Հրազդանի 5-րդ բլոկը միասին աշխատեն, որպեսզի իրավիճակը ավելի վերահսկելի լինի, դեպքում միգուցե կարիք առաջանա ասում եմ զգալի մասը արևի կայանների կանգնացնելու, որովհետև եթե Իրանի հետ խզվեց այդ կապը, մենք նաև ռեժիմային կարգավորման մեր հնարավորությունն ենք բաց թողնում։ Այսօր մենք 350 մեգավատ ցերեկը բեռնում ենք գիծը, երեկոյան ժամերին երբ արևները գնում է, մեր մոտ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ առաջանում, դեֆիցիտ իրականում չի լինի, եթե մենք աշխատացնենք ջերմակայանները կամ ատոմակայանը կամ թեկուզ ատոմական ջերմակայանը, բայց դու ամեն օր չես կարող միացնել անջատել։ Այսինքն մենք մի հատ 350 մեգավատի ոնց ասեմ այդ ճկունություն բաց ենք թողնում, որ երեկոյան այդ գիծը բեռնաթափում ես, մի հատ էլ 350 մեգավատ հակառակ ես կարողանում բեռնես, անհրաժեշտության դեպքում չի արվում մեզ մոտ, այսինքն ներմուծման ռեժիմի անալ, չի արվում մեզ մոտ, բայց դու իմանում ես մենակ այդ գծի վրա թեկուզ կարճ ժամանակահատվածով, բայց 700 մեգավատի բան ես ունենում, ճկունություն ես ունենում համակարգի համար։ Հիմա պատկերացրեք, երբ որ սցենարը լինում մենք
իրանական էներգիա համակարգան կայունություն ունենում եւ ստիպված ենք լինում գիծը անջատել, մենակ այդ չենք ունենում ու դրա համար պետք է նոր ռեժիմ առանց ինքը ծախսը լավագույն մեզ համար լավագույն տարբերակը կլինի, որ միայն ֆինանսական վնասը լինի, այսինքն զուտ ավելի թանկ ռեժիմներով կարողանան կարգավորել, բայց կարա լինի սցենարներ, որ մեզ մոտ խնդիր լինի ու ժամային հովարային անջատումների կարիքներ լինի ոչ թե էլեկտրաէներգիայի դեֆիցիտի պատճառով, էլեկտրաէներգիայի արտադրություն մենք միշտ կարանք կազմակերպենք, այլ ռեժիմային կարգավորման խնդիրների պատճառով։ Վրաստանի հետ էլ մենք ունենք փոխոսքերի համակարգ, դա չի կարող կոմպենսացնել։ Չէ, Վրաստանի հետ մենք այս բանը զուգահեռ չենք աշխատում, այսինքն ինչ է նշանակում, որ զուգահեռաբար մեր համակարգը իրենց համակարգին չի միանում։ Կարող ենք Իրանից անջատվելու դեպքում զուգահեռ միանանք, եթե Իրանի հետ միացած չլինենք, բայց այդ Վրաստանի գիծը շատ փոքր է, իր թողունակությունը, այդքան էլ լավ վիճակում չի այդ գիծը։ Եվ արդյոք վրացիները կուզեն մեզ հետ զուգահեռ միանալ, որտեղ իրենք եւս փոքր համակարգ են, դա ծանր բեռ կարա լինի այդ կարգավորման դերը։ Դա կախված է վրացիները այդ ժամանակ արդյոք Ռուսաստանի հետ միացած են թե չէ, որովհետեւ իրենք էլ զուգահեռ աշխատում են Ռուսաստանի հետ։ Մի համակարգի երկու երկրի համակարգերի հետ չի կարող զուգահեռ միացված ռեժիմում աշխատել։ Եթե Վրաստանի հետ Ռուսաստանի հետ միացած է, իրանց համար ավելի հեշտ կլինի մեր հետ միանալ, որտեղ մի հատ մեծ կարգավորիչ այնտեղ կա իրենց համար, բայց երբ որ իրենք անկախ են գործում, մի հատ իրենց համակարգի կեսի չափ համակարգը դժվար է կարգավորելը։ Այդքան ռեակտիվ էներգիա մատակարարել։ Ոչ միայն ռեակտիվի հարցերն հարցերն է, դա ամեն ինչի իրենց մոտ ավելի զգայուն է զգացվելու։ Իրանք սովորաբար Ռուսաստանի հետ միշտ զուգահեռ միացած են լինում, բայց մերպես չեն էլի, որ անընդհատ են միացած լինում, որ ամիսներով անջատվում են իրենք կամ Ադրբեջանի հետ են միացած լինում, Ռուսաստանի հետ չեն լինում կամ զուգահեռ երկուսի հետ են միացած լինում։ Էդ էլ եւս օգնող հանգամանք կարա լինի, բայց եթե մենք զուգահեռ միանալու հնարավորություն չունենանք Վրաստանի հետ, կղզի ռեժիմում միանալը դա շատ փոքրիկ օգնություն, այսինքն մեզ այս պարագայում ավելի օգուտ է երևի թե լինելու, ախր խնդիրն է որոշակի ժամերի օգուտ է լինելու արտահանել, որոշակի ժամերի հետ ներմուծել, եթե կղզի ռեժիմով, այսինքն ինչ որ երեկոյան պիկ ժամերին այդ պարագայում մեզ համար ավելի լավ կլինի, որ սպառումը քչացնենք, այսինքն հակառակ սկսենք իրանց տալ, իսկ դա կղզի ռեժիմով շատ բարդ խնդիրներ է առաջացնում ամենօրյա անջատումների։ Վերջերս եղավ տեղեկատվությունը, որ կարծես իհարկե սա ոդիսական է Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցում բավական տևական ժամանակ է տեղի ունենում եւ ընթացքում եղել են բավական լուրջ անհաջողություններ եւս անգամ հանցագործություններ այդ գծի վրա, բայց այնուամենայնիվ եղավ հաղորդագրություն այն մասին, բարբերով նաև խոսվում է, որ մոտ է ավարտին շինարարությունը, շուտով կարող է աշխատել։ Պատրաստման ինչ աստիճանի է հիմա գտնվում այդ էլեկտրահաղորդման գիծը ձեր տվյալներով, եւ եթե հանկարծ Իրանում էլեկտրաէներգիայի դեֆիցիտ առաջանա, հա, ինքը կարող է շուտ գործարկվել, որ Հայաստանից էլեկտրաէներգիա մատակարարվի այնտեղ։ Տեսեք, ուրեմն դեռ 2024 թվականին ինքը շատ մոտ էր ավարտական վիճակին, 85% մոտավորապես ավարտվածություն ուներ։ Ես տեղեկություններ չունեմ, ինչ լրացիչ աշխատանքներ են կատարվել հիմա, բայց մաքսիմումը, որ կարող են կատարված լինել, դա լսելով գիտեմ, որ Նորավանում տրանսֆորմատորը 400 կՎտ լարման դրվել է, որը թալանվել էր։ Դա կարող է միայն, այսինքն գործարկումը լինել Նորավանից, Գորիսից ներքև։ Դա մեծ բան չի տալու մեզ, որովհետև մենք այդ ներքևում գեներացիայի իրացի աղբյուրներ չունենք։ Այսինքն պետք է ավելի վերև միանա։ Այո։ Զուգահեռաբար գիտեմ, որ բարձրատ էլեկտրացանցերում որոշակի աշխատանքներ կատարվում էր նախկին տրանզիտի գծի անջատված մասերը վերականգնելու, որովհետև մենք Հրազդան Լիչք-Շինոհար տրանզիտի գիծ նոր ունեինք, որը գործարկվեց 2018 թվականի, եթե չեմ սխալվում, 18 թվականի հունվար-փետրվար ամիսներին, հին գիծը մասամբ ապամոնտաժվել էր, դեռևս իմ աշխատելու ժամանակ որոշում կայացրեցինք այդ հին գիծը վերականգնել եւ որոշակի հատվածներում վերականգնեցինք այդ գիծը, կար ծրագիր, որ ամբողջությամբ վերականգնենք, որպեսզի տրանզիտը մինչև Շինուհայր հզորացնենք, որ միտքը նա էր, որ Նորավանից ներքև երբ որ հնարավորությունները բացվեին, գիծը պատրաստ լիներ, տրանզիտով որոշակի հոսքեր ապահովել։ Դա տալու է լրացուցիչ արտահանման հնարավորություն օրվա մի քանի ժամի, կախված մեր ռեժիմներից, այսինքն մշտական մեծ լրացուցիչ հնարավորություններ չի տալու մեզ։ Այդ Նորավանից վերև ինքը չի կարող պատրաստ լինի, ինքը եթե պատրաստ լինի, մենք ունենք դդմաշենի ենթակայանը, որ կպած լինի, չկա դդմաշենի ենթակայան կամ պետք է ունենանք
ժամանակավոր սխեման նորավան 1-2 գծերը Աթարբեկյան գծին միացնելու Հրազդանի տարածքում, այդ դեպքում ենթականի ենթադրաբար տարածքում դրա նախագիծն էլ կար պատվիրված, այսինքն այն ժամանակ երբ որ կանխատեսվում էր, որ հնարավոր է սցենար, որ ուշանա Հայաստան-Վրաստանի մասը, որի մի մասը դեպքաշենի ենթակայաններ, այդ մասի համար պատվիրվել է ժամանակավոր սխեմայի նախագիծ։ Իմ տեղեկությունով ժամանակավոր սխեմայի վերաբերյալ որևէ աշխատանք չի կատարվել, միգուցե չկա էլ որոշում այդ աշխատանքն անելու, չգիտեմ։ Չի կատարվել այդ աշխատանքները, ինչը նշանակում է կամ դա պիտի լինի կամ դեպքաշենի ենթակայանը, որ մենք որոշակի կամ ամբողջական չափով դեպքաշենից մինչև նորավան լարում կարողանանք հաղորդենք այդ էլեկտրահաղորդման գծերին։ Եթե դա չկա, ուրեմն այդ հատվածում մենք չունենք լարում։ Նորավանից ներքև մենք ունենք ընդամենը մեկ չհաշված փոքր գեներացիաները, մեկ արտադրական հզորություն, դա որոտանի կասկադի հզորություններն են, որոնք աշխատում են պիկային ժամերը փակելու համար, այսինքն ինքը կարգավորիչ դեր է կատարում շատ որոշակի ժամերի կարա ինքը ավելացնի արտահանումը դեպի Իրան։ Որոտանի հիդրոկասկադը իր ամբողջ հզորությամբ եւ պոտենցիալով աշխատում է, որովհետեւ պարբերաբար լինում են հաղորդագրություններ, որ նոր ֆինանսական միջոցներ, նոր ներդրումներ են լինելու, հզորությունը բարձրացնելու, չգիտեմ, հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ ինչ վիճակում ինքը իր ամբողջ հզորությամբ աշխատում է եւ իսկապես ինքը արդիականացվել է այնպես, ինչպես նախատեսվում էր։ Կարելի ասել, այո, ինքը արդիականացման իր պլանով գնում էր, բայց արդիականացումը չի ենթադրում հզորությունների ավելացում, այլ ենթադրում էր գործող ենթակառուցվածքների վերակառուցում եւ արդիականացում։ Որոտանի հիդրոկասկադում վերջին տարիներին արտադրանքը բավականին քիչ է եղել նախորդ տարիների համեմատ, այսինքն վաճառքից հետո 2015 թվականից հետո քիչ է եղել։ Ինքը, որ ասենք ամբողջական հզորությամբ աշխատում, դա հարաբերական է, որտեղ ամբողջական հզորությունը 404 մեգավատ է, բայց ինքը չի կարող ամբողջ բոլոր կայանները հզորությամբ աշխատեն, որտեղ միտեղի ջուրը թափում է, մյուսն է աշխատում, այսպես ինքը ռեժիմից է կախված։ Ես ձեզ ասեմ, որ իր պիկային արտադրությունը, եթե չեմ սխալվում, եղել էր մոտ 1 միլիարդ 300 կամ 1 միլիարդ 400 միլիոն կիլովատժամ էլեկտրաէներգիա եւ միջին արտադրությունը մինչեւ վաճառքը եղել էր 1 միլիարդ 150 միլիոնի կարգի։ Վաճառվելուց հետո երկու հիմնական հանգամանքով պայմանավորված, կնշեմ երկուսն էլ, իր արտադրանքը, եթե չեմ սխալվում, չի գերազանցել 900 միլիոն կիլովատ ժամը, այսինքն 250 միլիոն կիլովատ ժամով պակաս ավելի իր առավելագույն արտադրանքը ավելի պակաս, քան միջինում նախկինում արտադրել։ Դա երկու հիմնական պատճառներ է։ Ջրի նվազում եւ այդ վերակառուցումները, որովհետեւ որոշակի վերակառուցումներ գնում են եւ ինքը ստիպված է լինում կանգառներ ունենալ։ Բայց այդ վերակառուցումները այդքան չեն ազդել, ինչքան ջուրը, որովհետեւ մենք ջուրը այնտեղ չենք թափել։ Այսինքն ջուրը վերակառուցման ժամանակ մնում է, հետո է արտադրում։ Հիմնականում ջուրն է եղել պատճառը վերջին տարիներին, որ դա բնական եղանակով է նվազեցվել, թե չէ, բնական եղանակով է եղել։ Սակավաջրության հետևանք է եղել դա։ Այո, մենակ մի տարի էր, որ այնտեղ ֆորս մաժոր առաջացավ Շամբի տուրբինների հետ, դա եթե չեմ սխալվում 2021 թվականն էր, որ կտրուկ նվազեց 500 կամ 550 միլիոն կիլովատժամ արտադրանքը մինչև նվազեց, բայց չի հասել։ Հիմա դա համընկել է վաճառքի հետ, թե ոնց է եղել, տենց չեմ կարող 100% գնահատական տալ, բայց երբեք ջրամբարները այն լցվածության մակարդակը չէին ունենում, ինչ ունեցել էին նախկինում։ Սպասվում է, որ այս տարի լինելու է այդ պիկային տարիներից մեկը, կտեսնենք, բայց նախորդ տարիներին, ասում եմ, միջինում եղել է 700-ից 800 միլիոն կիլովատժամ, որը 40%-ով պակաս եղել նախորդ միջինից։ Վերադառնալով Իրանի հետ տեղի ունեցողին եւ դրա հնարավոր բացասական զարգացումների սցենարային տեսանկյունից, երբ որ դուք աշխատել եք պետական համակարգում եւ փոխնախարարի պաշտոնն եք զբաղեցնում, կային որևէ սցենարային, այսպես վերլուծություններ, սցենարներ ուներ պետությունը գծած, որ եթե հանկարծ դե ժամանակ իհարկե չէր քննարկվում Իրանի դեմ որևէ ռազմական գործողություն, բայց այնուամենայնիվ, եթե պատկերացնենք մի պահ, որ Իրանը կարող է որպես էներգետիկ համակարգ ինչ որ պահի չլինել մեր կողքը կամ խնդիրներ առաջանան։ Հայաստանը սցենարային առումով ունի որոշակի սցենարներ, ինչ պետք է անի, ինչպես պետք է անի, չեմ ասում մանրամասնակ այդ սցենարները, բայց կան այդ սցենարները։ Այո, էլեկտրոէներգետիկական համակարգի օպերատորը
ունի մշակած սցենարներ, ինչպես պետք է աշխատել, բայց այդ սցենարները բավականին բարդ կացություն է, այսինքն force majeure-ային իրավիճակում կախված ինչ երկարությամբ կլինի այդ, այսպես ասած, խնդիրները, եթե դա լինի մի քանի օր, ու կախված որ սեզոնին է լինում։ Նայեք, եթե դա լինի ձմեռը, ոչ մի խնդիր չի լինի։ Ինքնուրույն նորմալ կկարգավորվեն։ Եթե դա լինում է գարնան ամիսներին, ինքը շատ խնդրահարույց է, որովհետև գարնան ամիսներին մեր մոտ ցերեկային ու գիշերային սպառումների տարբերությունները շատ մեծ է։ Երեկոյան սպառումները բավականին ցածր են։ Հետո միանգամից վերջին 2-3 տարիներին մենք նոր ուրողություն ունենք անընդհատ աճող արևիկայաններով պայմանավորված, որը լրացուցիչ խնդիրներ է ռեժիմային ստեղծում։ Բայց սցենարներ հավատացած եղեք կան ու կարծում եմ կա այնտեղ բավականին պրոֆեսիոնալ անձնակազմ, որ իրավիճակը կարող է կառավարել։ Ուղղակի հարցը այն է, ինչքան բարդ կլինի իրավիճակը եւ ինչքան երկար կշարունակվի իրավիճակը եւ երբ կլինի իրավիճակը։ Եթե ամենա ձեր ասած վատ սցենարը կլինի, երբ որ մեզ համար ռեժիմային ամենավատ ժամանակ տեղի ունենա ամենավատ ժամանակ տեղի ունենա այդ ռեժիմային ամենավատ օրերը սկսելու ապրիլին, երբ որ ջրերի մեծ հոսք է նկատվում ու հիմա էլ եղանակի տեսությունը նայելով ենթադրվում է որ կսկսվի մարտի վերջից ապրիլից ջրեր եւ արևային օրերը կսկսվի ատոմակայանի կանգառը տեղի կունենա, դա վատագույն ժամանակն է, երբ որ այդ ժամանակ մենք Իրանում խնդիրներ ունենանք ու ամենավատագույն սցենարը լինի համակարգ ամբողջական մեկուսացում, կարծում եմ բավականին բարդ է լինելու։ Ու դա համընկնելու է նաև վրացական էլեկտրաէներգիայի ավելցուկային ժամանակաշրջանի հետ կապված, բայց այնուամենայնիվ կարծում եմ թեկուզ որոշակի կորստներով բայց կառավարելի կլինի վիճակը, force majeure-ային վիճակներ չեն առաջանա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Սիվիլայթ տաղավարում ես զրուցեցի Հակոբ Վարդանյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։